Երեկո ձեզ, հարգելի հեռուստադիտողներ, ես Արմեն Բարսեղյանն եմ, եթերում է տեսակետ հաղորդաշարը եւ ինչպես միշտ լայվ է եւ ինչպես միշտ կվերլուծենք վերջի շաբաթվա իրադարձությունները։ Ինչպես տեսնում եք, իրադարձությունները շատ հարուստ են, թմբլիկ, չաղ եւ խոսալու բան շատ կա։ Բայց սկսենք դրանից, ինչը շատ է անհանգստացնում կամ այսինք արերևույթ քաղաքական աշխարհում կատարվում է, դա Թուրքիայի ընտրություններն էր։ Եթե հիշում եք անցած հաղորդաշարի ժամանակ ես ասացի, որ Ռեջեփ Էրդողանը ամեն ինչ անելու է, որ նա հաղթող դուրս գա։ Ճիշտ է, նրանք գնացին երկրորդ փուլ, արձանագրվեց բազմաթիվ խախտումներ, ինձ թվում է Մուկուչյանին էին ուղարկել այնտեղ փորձի փոխանակման առումով, սա տնենք մի կողմ, բայց բոլոր մասնագետները նշում են, որ երկրորդ փուլը դա ձևական է լինելու եւ Ռեջեփ Էրդողանի հաղթանակը սարերի հետևում չէ։ Եվ շատերին տարօրինակ է, թե ինչու է Ադրբեջանը սատարում Ռեջեփ Էրդողանին, այսինքն բոլոր ադրբեջանցիներին կոչ է արել Ալիև կոչեցյալը սատարել Էրդողանին եւ այլն։ Ինչու։ Հարցը նրանում է, որ ընդդիմության առաջնորդը, այսինքն երկրորդ թեկնածուն այնպիսի ծրագրեր է ներկայացրել, որը ձեռ չի տալիս ոչ Ալիևին, ոչ Էրդողանին այն առումով, որ ընդդիմության առաջնորդը ձգտում է նախև առաջ կարգավորել հարաբերությունները եւ Եվրոմիության հետ եւ Ամերիկայի հետ եւ բացի դրանից ամենակարևորը, ինչը դուր չի գալիս հենց Ալիևին, դա այն է, որ նա գծել է այն թավշյա ճանապարհը, որը անցնում է Պարսկաստանով, Թուրքիայով եւ շրջանցում է Ադրբեջանին, այսինքն եւ այնտեղ չկա Հայաստանը, այսինքն խոսք չի գնում Սյունիքի, Միջանցքի մասին։ Բոլորս գիտենք, որ թե Ռեջեփ Էրդողանի, թե Ալիևի նպատակն է, երազանքն է ստանալ այդ Միջանցքը Զանգեզուրի։ Եվ քանի որ այդ ծրագրերում չկա ընդդիմության, ամեն ինչ արվում է, այսինքն կողմնակից են, որ հաղթի Էրդողանը։ Չնայած նրան, որ մենք, այսինքն եւ ԱԺԲ-ն եւ ես էլ եմ դրան կողմնակից եղել, որ մեզ ձեռք է տալիս, որ Էրդողանը ընտրվի այն առումով, որ նա փչացրել է բոլոր հնարավոր հարաբերությունները արևմուտքի հետ, նա փլուզել է տնտեսությունը, ինչպես ինչ որ կատարում է Ռուսաստանում, այսինքն ցեցը ինչպես է կրակի վրա գնում, նույն այդ առումով Էրդողանը աստիճանաբար քանդում է Թուրքիան իր ծավալապաշտական նպատակները դնելով Կիպրոսի, Հունաստանի հողերի վրա աշկ դնելով, Էգեյան ծովի հատվածի եւ այլն, ինչը ձեռք է տալիս մեզ, որ նա վերջնականապես հարաբերությունները փչացնի եւ ԱՄՆ-ի վերլուծաբանները արդեն խոսում են նրա մասին, որ մինչեւ հիմա Թուրքիային ձեռ չէին տալիս, ասելով, որ նրան պահում են որպես զսպաշապիկ Ռուսաստանի համար, բայց պարզվեց, որ Էրդողանը մինչև վերջ նվիրված է Ռուսաստանին եւ ձեռքի նրանք որպես իզգոյներ ամեն ինչ անում են, որ արևմուտքը չմտնի մեր տարածաշրջան եւ վերլուծաբանները գալիս են այն մտքին, որ այլևս չեն սատարելու Էրդողանին, հատկապես այս ընտրությունների ժամանակ եւ ինչը արժանացել է Էրդողանի վրթովված հայտարարություններին, որ ԱՄՆ-ն խառնվում է ընտրություններին եւ այլն։ Սա այս իրավիճակը իհարկե մեզ համար բարենպաստ է, ինչից մենք պետք է օգտվենք։ Հաջորդը իհարկե այն աղմկահարույց հանդիպումն է Շարլ Միշելի հետ, Ալիև եւ վարչապետ, ինչը իհարկե տարակուսանք է բերում այն առումով, որ ճիշտ է, առայժմ դեռ ոչ մի ստորագրություն չկա, ոչ մի պայմանագրի տակ ստորագրություն չկա։ Այդ բոլորը ընդհանրապես ձեռքբերումներ են, ինչպես Շարլ Միշելն է արտահայտել, որ ձեռք են բերել պայմանավորվածություններ, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի 86000 քառակուսի կիլոմետրը, Ադրբեջանն էլ ճանաչում է 29800 քառակուսի կիլոմետրը,
այդ ուղիները տրանսպորտային պետք է բացվեն, հասել են նրան, որ գերիներին մի քանի շաբաթից կարծակին եւ այլն, եւ շատ գոհ Իրանից վարչ աղետը եկել է Հայաստան, եւ ինչումն է տարակուսանքը, ժողովուրդը կարծում է, որ արդեն վերջ, սա վերջնակետն է, այո, եթե այսպես մտածենք, դավաճանության վերջնակետն է, ամեն ինչ հղումն արվում է Ալմաթիի պայմանագրի վրա, բայց այստեղ կա մի բայց, ով է Շարլ Միշելը, նախ եւ առաջ նա չի հանդիսանում Մինսկի խմբի համանախագահաների այդ եռյակից եւ ոչ մեկը, այն ձևաչափը, որ վերցվել է այս երկու շնիկին, վարչաղետին եւ Ալիև կոչեցյալին, մեկ տրամադրում են ԱՄՆ-ի հարթակը բանակցելու համար, դրանից հետո թռնում են Մոսկվա, այնտեղ են հարթակ իրենց տրամադրում, այնտեղ են բանակցում եւ դրանից հետո թռնում են մեկ այլ վայր, ուրիշտեղ են բանակցում, բայց վերջին արդյունքում այդ բանակցությունները բերում են արյունալի հետևանքների, այսինքն այդ վարչաղետի կողմնակիցները հրճված են, որ տեսեք, խաղաղության ենք հասնում եւ այլն, բայց ինչպես տեսնում ենք, խաղաղության չենք հասել, կրկին մայիսի 17-ին Ադրբեջանի ոսոխը գնդակոծել է Սոտկը, մենք ունենք եւս մեկ զոհ, դա հերիք չի, կրակել են այդ շտապօգնության մեքենայի վրա, բուժակն է վիրավորել, բուժակի վիճակը բավարար է, նա ողջ է մնացել, բայց կրկին ունենք զոհ։ Սա է այդ բոլոր բանակցությունների վերջնարդյունքը։ Երևի կարիք չկա անդրադառնալու, չնայած կանդրադառնամ այն առումով, որ Հայաստանը, հիշում եք ժամանակին այս վարչ աղետը տխրահռչակ Հունան Պողոսյանին, որը այն ժամանակ էր զբաղվում նարկոտրաֆիկով Սյունիքի մարզով, նա նշանակեց իրան այնտեղ որպես ամուր մարդ, իբր դեմն առնի նարկոտրաֆիկի եւ այլն, բայց մենք այսօր տեսնում ենք, որ դա այնքան է զարգացել այդ նարկոտրաֆիկը, որ ոչ թե արդեն կիլոգրամներով են բերում, այլ բերում են տոննաներով։ Ուրեմն առաջի խմբականակը հայտարարեց Իտալիան, որ բռնագրավել է 2.7 տոննա կոկային, որը Պանամայից պետք է հասներ Հայաստան, Վրաստանով։ Բայց դրանից առաջ արդեն իսկ մայիսի 13-ին պարզվում է 1 տոննա կոկային բռնագրաված էր իբր թե Հայաստանում։ Եթե չլիներ Իտալիայի հայտարարությունը, ես շատ կասկածում եմ, որ ԱԱԾ կոչեցյալը Հայաստանի կհայտարարեր այդ 1 տոննայի մասին։ Փաստորեն մոտարապես 4 տոննայի մասին է խոսքը գնում կոկայինի, որը ներմուծվում է, ինչպես ասում են, բայց անունը չեն տալիս, միրգ առաքող, այսինքն բանան ներմուծող Հայաստան ընկերության կողմից, իսկ մենք բոլորս հիշում ենք այդ բանանի գործով էր զբաղվում եւ զբաղվում է, դա Միհիրան Պողոսյանն է, որը վախում են իր անունը տան, եւ այսօր էլ այսպիսի մի լրատվություն անցավ, շատերը չնկատեցին, որ այդ պատվիրատուների մեջ է գտնվում ով այն հոգնած ձին ջորին, այսինքն, որը կոչվում է Սերգեյ Լավրով։ Ինչպես գիտեք, Միհիրան Պողոսյանը ճողոպրել է Ռուսաստան, բայց իր գործունեությունը չի դադարել եւ առավել եւս իր ջիրանները անցնում են, այդ ցանցը մեխանիզմը աշխատում է Հայաստանի մեջ։ Դուք կարող եք պատկերացնել, քանի հազարավոր մարդիկ են թաթախված այս գործի մեջ, պատկերացրեք, սա մի հոգու բան չի, ֆուրերով, սառեցված բանանների մրգերի մեջ տեղադրված այդ կոկայինը եւ այլն։ Այսինքն Հայաստանում ունենք նարկոբարոններ եւ անմտություն կլինի կամ միամտություն կլինի համարել, որ այս վարչաղետը դրանից տեղյակ չի եւ քնած է էշի ականջում։ Ինչպես գիտեք, այսօրվա պայմաններում այս վարչաղետ կոչեցյալը ունիվերսալ մի երևույթ է, այս ոչնչությունը, ոչ մի ճանճ առանց իր գիտության Հայաստանի վրայով չի թռնում։ Այնպես որ
թող ահացեն, ոչ թե մայիսի, ոչ թե այսօր այս 2 օրը հայտարարություն աներ այդ 1 տոննայի մասին, այնց հայտարարեր մայիսի 13-ին։ Ինչու են ստիպված դա հայտարարել, որովհետև այս ամեն ինչին հետևում է արևմուտքը եւ նրանք չեն կարող դա թաքցնել։ Ստիպված, ուզած թե չուզած, իրենց ծախեցին անգամ այդ 1 տոննայի մասին։ Այս ամեն ինչը իհարկե շեղում է մեր հանրության ուշադրությունը, հայ կոկային, հայ նարկոբարոն եւ այլն, բայց հիմնականը այն ինչ որ կատարվում է Հայաստանի եւ Արցախի շուրջ։ Ընթերցենք այն հատվածը, որը կոչվում է Բրյուսելի այս հայտարարություններին, ինչին դա կբերի։ Ինչի մասին խոսում ենք, սա կրկնողություն չհամարեք, սա համարենք այն ինչ որ կատարվում է։ Ռազմավարական հետազոտությունների կենտրոն ղեկավար։ Ինչ է նշանակում 29800 քառակուսի կիլոմետրանոց ՀՀ եւ 86600 քառակուսի կիլոմետրանոց Ադրբեջան։ Դա նշանակում է Ադրբեջանին են տալիս Արցախն ամբողջությամբ, 120,000 հայերին կանգնեցնելով հայրենազրկման եւ ցեղասպանության առաջ։ Ադրբեջանին են տալիս Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղն իր հարակից տարածքներով եւ ռազմավարական նշանակություն ունեցող Թեշքար լեռը, որից թշնամին ուղիղ նշանակության տակ է առնելու ողջ Արարատյան դաշտավայրն իր գյուղերով։ Ուղիղ հարվածի տակ են դնում Երասխա, որի ռազմակայան Ադրբեջանի կողմից ընդամենը ժամանակի հարց կդառնա եւ թշնամու համար ուղիղ ճանապարհ կբացվի դեպի Արարատյան դաշտ ու Երևան։ Սա հատկապես երևանցիների համար, ովքեր տժժում են այսօր Կասկադներում եւ այլ որջերում, գնում են համերգների ինչ-որ դումիկյանների լսելու, որ շատ մոտիկ է այդ դիաթաղանը մոտենում է ձեր պարանոցներին, ականջներիդ օղարեք եւ այս ամեն ինչը գնահատեք այնպես, ինչպես որ դա կա։ Ոչ թե այնպես, ինչպես ձեզ սուտ է ասում եւ մոլորեցնում է այս վարչ աղետ սուտասան ոչնչությունը, որը ասում է, որ այս 29800 կիլոմետրը հաստատելով կհաստատենք խաղաղություն։ Ինչպես տեսնում ենք, այս 29800 քառակուսի կիլոմետրն էլ չկա։ Տեսնում եք, ինչ գյուղեր է տալիս։ Ադրբեջանին են տալիս Տավուշի մարզից զգալի հատված եւ Բերդի տարածաշրջան տանող միակ նորմալ երթևեկելի ճանապարհը։ Հասկանում եք։ Ճանապարհաշինարարությունը տժժում է Հայաստանում, եռում է։ Գրպանները լցնում են եւ այդ ճանապարհները հետո հանձնելու են բարով, փառքով թուրքերին։ Ադրբեջանին են տալիս հարավային Իրան եւ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհների մի քանի հատվածներ, որը ունենալու է բոլոր այն հետևանքները, ինչ ունեցան Գորիս-Կապան-Ճակատեն ճանապարհները թշնամուն հանձնելուց հետո։ Հիշում եք Գորիս-Կապան 21 կիլոմետրանոց ճանապարհահատվածը։ Հերթական տարածքների եւ բարձունքների հանձնումով խաթարում են մեր առաջնագիծը, ինչը բերելու է հսկայական անվտանգային խնդիրներ ու սպառնալիքներ, ճիշտ այնպես, ինչպես եղավ Սյունիքում, Գեղարքունիքում եւ Վայոց ձորում։ Այստեղ հարկ է նշել այդ Շարլ Միշելի, այսպես ասած, արտահայտությունները, որ հարկավոր է զորքերը հետ քաշվեն։ Իհարկե, այստեղ ես նշում եմ Շարլ Միշելի, այսպես ասած, անտարբերությունը այս հարցին, բայց նա մեղավոր չի, որովհետև մեր այս ոչնչությունն է այս ամեն ինչը գնացել եւ դրել այս սեղանին, ասել է, որ ես սա եմ ուզում։ Եվ արևմուտքը ինչ անի, այսքան այս 2 տարի է համոզում են այս ոչնչությանը, որ դու սխալ ես, որ միջազգային հանրությունը ճանաչում է Արցախը որպես Հայաստանի մաս, ոչ թե առանձին, ինչպես եւ Արցախի ղեկավարությունն է պնդում եւ Հայաստանինը, քանի որ Արցախի բնակչությունն ունի հայկական անձնագրեր։ Արցախի բնակիչները, եթե որևէ արտերկրի մեկնում էին,
հայկական անձնագրերով եւ սա հենց բերում էր նրան, որ միջազգային հանրությունը ճանաչում էր Արցախը որպես Հայաստանի մաս։ Դե թող Արցախի առանձին անձնագիր հանեին եւ փորձեին որևէ մեկներ արևմուտք։ Այդպիսի բան չէր լինի։ Արևմուտքը հանդուրժում էր այդ ամեն ինչը, քանի որ ճանաչում էր Արցախը որպես Հայաստանի անբաժանելի մաս։ Բայց հիմա այս ոչնչությունը գնում է ամեն հարթակում, բարբաջում է ընդամենը 29800 կիլոմետրի մասին եւ Շարլ Միշելը ստիպված ուզած թե չուզած ասում է դե լավ այս հիմարի ուզածը սա է եկ ընթառաջենք եթե դա բերել է խաղաղության եւ երկուսով այդ քթավորն ու այս ոչնչությունը նստում են Շարլ Միշելի ականջին եւ բարբաջում են նրա մասին որ այս պայմանագրի միջոցով կլինի խաղաղություն Հերթական տարածքների եւ բարձունքների հանձնումով խաթարում են մեր առաջնագիծը, ինչը բերելու է հսկայական անվտանգային վտանգների։ Տասնյակ գյուղեր Արարատի եւ Տավուշի մարզերում դնելու են թշնամու ուղիղ նշանառության տակ, ինչն իր հերթին կբերի այդ գյուղերի աստիճանական եւ ամբողջական հայաթափման ու կորստին։ Այդ որ ասում ենք հայաթափում, այդ որ ասում ենք ցեղասպանություն, այս հենց աստիճանաբար թավշյա մեթոդով այն ինչ որ Ալիև ասում էր ես ոտքով կգամ կմտնեմ Հայաստան կհասնեմ հրապարակ, սրա մասին էր խոսում, կամաց վերցնելով եւ օղակը սեղմելով։ Հայաստանը կանգնեցնելու են անհաղթահարելի սոցիալ-տնտեսական եւ հումանիտար աղետի առաջ, նույն այնպես, ինչպես այսօր կանգնած է Արցախը այդ հումանիտար աղետի առաջ։ Միայն բացարձակ անուղեղը կամ թշնամուն ծախվածը կարող է պնդել, որ այսքանը ստանալուց հետո Ադրբեջանը կհրաժարվի իր նպատակներից ամբողջությամբ բռնազավթելու եւ հայաթափելու Արցախի դեռևս հայապատկան հատվածն ու Հայաստանի Հանրապետությունը, որ ինքը Արևմտյան Ադրբեջան է անվանում։ Դրա մասին շուտվանից գիտեք, ճիշտ է սկսել են Սյունիքի մարզից, ասելով դե եթե դուք ուզում եք Միջանցք, այդ Լաչինի Միջանցքն եք ուզում, ուրեմն դրան համարժեք պետք է Սյունիքի Միջանցքը տակ եւ այնտեղ վերադառնան փախստականները իրենց պապական հայրենական հողերը, որը գտնվում են Սյունիքում։ Խոսքը գնում է 150 ադրբեջանցիների մասին։ Եվ պատկերացրեք, եթե նայեք ադրբեջանական մամուլը կամ իրենց սոցցանցերը, այնտեղ ադրբեջանցիները արդեն շնորհակալություն են հայտնում այս վարչաղետին այն բանի համար, որ նա համաձայնվել է այս պայմանագիրը կնքելու, նրանք աղոթում են Փաշա Օղլիի համար, որ նա իրենց հնարավորություն է տալիս վերադառնալ իրենց հարազատ պապենական հողերը։ Եթե կործանման տանող այս ուղին չկասեցնենք, մի պայծառ հանրապետության հրապարակում կիսալուսնոտ դրոշներ են բարձրացնելու, հրապարակի մեջտեղում էլ ցեղասպան թուրքերի արձանները Սուլթան Համիդի մինչև Իլհամ Ալիև։ Այն ինչ որ մենք տեսնում ենք արդեն պահանջները կան Նեմեսիսի արձանը ապամոնտաժել եւ այլն եւ այլն։ Այս թեմայով ես կուզենայի մի փոքր շեղվել Նեմեսիսի հետ կապված, շատերը չգիտեն ասեմ, փակագծերը բացեմ, այդ արձանի, այդ հուշարձանի հեղինակը ճարտարապետ Տիգրան Բարսեղյանն է, իմ եղբայրը, որը այո, 5 տարի եղել է Երևանի գլխավոր ճարտարապետը, նա հանդիսանում է ճարտարապետության պրոֆեսոր, վաստակավոր ճարտարապետ, որի վրա այսօր հարձակումներ են գրում մամուլում, անհիմն հարձակումներ, որոնցից մեկն է կարող եմ ասել, մի քանի ժամանակ առաջ իր նկարով հայտնվել էր մի հոդված, որ Տիգրան Բարսեղյանը ներկայանում է KGB-ի գեներալ։ Եվ հետքերով գնալով պարզվել էր, որ այո, եղել է Տիգրան Բարսեղյան, բայց ոչ իմ եղբայրը, ներողություն էին խնդրել, դրանից հետո մեկ այլ հոդված են տպագրել, իբր
խախտումներ է եղել իր քաղաքապետ ժամանակ, վնաս է հասցվել եւ այլն, ինչը կրկին այն քննիչը, որը այդ գործը հարուցել է, փաստաբանով իր մոտ ներկայանալով քննիչը ասել է, որ գիտեք, մենք հասկանում ենք, որ դուք մեղավոր չեք, այդ խախտումները ձեզ վերագրված չի, բայց քանի որ գործը հարուցված է, իր խոսքերով եմ ասում այդ քննիչի, զադնի դնել չենք կարող։ Եկեք համաձայնվեք, մեղքը վերցրեք ձեր վրա, քանի որ ժամկետը անցել է, ոչ տուգանք է ձեզ հասնում, ոչ պատիժ, ձեզ ոչի բան չի սպասում, մեղքը վերցրեք ձեր վրա, բայց այն բանից հետո երբ որ ասել են ոչ, արժանապատվությունը թույլ չի տալիս անմեղ տեղը այդ մեղքը վերցնել, ասել է դե դուք ձեր իրավունքների մեջ եք, ես վստահ եմ, քննիչն է ասել, որ այս գործը դատարան գնալով դուք լրիվ արդարացվելու եք։ Ինչին եմ ես խոսքը տանում, ես այս երկու օրը զրուցեցի իր հետ Նեմեսիսի արձանի մասին եւ պարզվում է, որ եթե հանկարծ որոշեն Նեմեսիսի արձանը ոչ ապամոնտաժել, ապա սա մի մեծ շղթայի է բերելու, որն է այդ շղթան։ Այդ շղթան գալիս է Գարեգին Նժդեի արձանը, այդ շղթան տանում է դեպի Ծիծեռնակաբերդի համալիրը։ Այսինքն այս բոլորը մի շղթա են իրար հետ շահկապված, որ որևէ մի բան ապամոնտաժելուց բերելու է այսպիսի աղետին։ Իսկ հիմա տեսնենք ինչ է նախապատրաստում այս առումով այս ոչնչությունը իր արտահայտությունները։ Սկսենք նրանից, որ խորհրդարանի ամբիոնից արդարացնելով իրան այս հողերը հանձնելու, այս ոչնչությունն ինչ է ասում։ Այդ հողերը, որ հանձնել են, քանի մարդ էր ապրում այդ հողերի վրա։ Նույն այն թեզը, որ Սև լճի սարերը տվեց, ասելով, որ 6 ամիս այնտեղ ձուն է գալիս, ում են պետք այդ տարածքները։ Սա նույն այդ սերիալից է։ Քանի հոգի են ապրել այդ հողերի վրա։ Հաջորդը, եթե առաջիկա 2-3 տարիներին պահենք մեր պետությունը, կպահենք առաջիկա 100 տարվա ընթացքում։ Այսինքն նա նշում է անգամ Հայաստանի վաղճանի ժամկետը։ 2-3 տարի եթե պահենք, մենք կունենանք 100 տարի։ Այսինքն Հայաստանի տալիս է ընդամենը 3 տարի կյանք։ Հաջորդը իր բլթոցներից, քանի սահմանին զինվոր ունենք, խաղաղություն չի լինի։ Այդ առումով նա չի արդիականացնում բանակը, ընդհակառակը սպայական կազմին եթե վճարվում էր 200,000 դրամ, ի տարբերություն ոստիկաններին, որոնց վճարվում է 400,000 դրամ, նա իջեցրել է, կրճատել է գումարը եւ սպայական կազմը այսօր ստանում է ամսական 150,000 դրամ, այսինքն ավելի պակաս, քան թե առաջ։ Ինչ է սա, եթե ոչ բանակի կազմալուծում։ Եվ այն բարբաջանքները, որ ասում է, պետք է հայելային կերպով երկու զորքերն էլ նահանջեն սահմանից, որ սահմանազատում լինի, սա կրկին խոսում է նոր հողեր հանձնելու մասին։ Իսկ այդ հողերի չբնակեցվելու պարագայով ուղղակի մի հարց եմ ուզում տալ այդ ոչնչությանը։ Կանադայի 72%-ը բնակվում է Կանադայի ընդամենը 30% տարածքի վրա, մնացած տարածքը, այսպես ասած, սառցակալած տարածք է։ Փորձեք Կանադայից գոնե 10 մետր հող վերցնեք, սահմանը անցնեք, տեսնեմ ձեզ թույլ կտան, թե ոչ։ Ռուսաստանը, որ ընդամենը 150 միլիոն բնակչություն ունի, այդքան էլ չկա, այսօր 140 միլիոն է, աշխարհի ամենամեծ տարածքն ունի։ Փորձեք Ռուսաստանից որևէ տարածք ուզեք։ Դա իրեն քիչ է, դեռ Ուկրաինայի տարածքներն է ուզում։ Իսկ այստեղ նա այս թեզն է տանում առաջ մեր փոքր երկրի մեջ, քանի հաշվում է, թե քանի հոգի է այդ հանձնված հողերում ապրել, նա արդարացնում է իրեն։ Հաջորդը իր թեզերից մեկը, որը բաժանում է Հայաստանի բնակչությանը Սփյուռքից, սա ամենակարևոր ստորությունն է, ամենագլխավոր ստորությունները։ Եթե չես ապրում Հայաստանում, Հայաստանը քո հայրենիքը չի։
Եթե որևէ գյուղ եկամուտ չի տալիս, կարող ենք հանձնել։ Եթե ազատ տարածքներ կան, մեզ պետք չեն։ Մեկը չկա իրան ասի, որ դու մեզ պետք չես։ Հաջորդ ամենամեծ ստորությունը, դե հիշում եք նա անցած հաղորդաշարերում ես շեշտեցի, որ սեպտեմբերի 1-ից բոլոր դպրոցների պատերը մաքրվելու են, այսինքն մեր մշակույթը, մեր հերոսները եւ այլն այդ բոլոր նկարները, գրառումները պետք է ոչնչացվեն, որ թազա սերունդ մեծանա, այսինքն անմշակույթ, առանց հիշողության եւ այդ առումով նա սասուն էր այցելել դպրոցականների հետ, նույն ոճն է վերցրել, ասում եք մերժել ենք Սերժիկին, ինչպես եք մերժել, նույն այդ ոճով աշխատում էր Սերժիկ Կոչեցյալը, գնում էր Ծաղկաձոր եւ երեխաների մոտ բառաչում էր այն առումով, որ մենք Արևմտյան Հայաստան էր նա անվանում, Արևմտյան Հայաստանի հարցը թողում ենք սերունդներին։ Նույն այս ոճով նա Սասունում հանդիպում է երեխաներին կրակի շուրջ եւ սկսում է իրենց հետ զրուցել, ասելով. մենք պետք է հայրենիք ու պետություն գաղափարները նույնականացնենք եւ նույնականացնենք այն 29800 քառակուսի կիլոմետրի վրա։ Երեխաներին հիմիկվանից նա ուղեղները լվանում է, որ երեխաները մոռանան, որ կա Վան, Ղարս, ունենք ընդհանրապես կորստված տարածքներ եւ ընդհանրապես Արցախի մասին խոսք չկա, նա ուշադրությունը սևեռում է երիտասարդության, երեխաների այդ թեզի վրա 29800 քառակուսի կիլոմետրի վրա։ Եվ ցավն այն է, որ այնտեղ ուսուցիչներ են նստած, անգամ պատմության ուսուցիչներ եւ գլուխները տնտմբացնում ես, ինչպես չասես, որ նրանք պարզապես ժեխ են։ Չի կարելի այս բառից վիրավորվել, սա եթե վիրավորվում եք, ուրեմն դուք ինչ-որ միտեղ խիղճ ունեք, բայց ես չեմ կարծում, որ դուք վիրավորվում եք այդ բառից, որտեղ դուք այդ էլ կաք։ Եվ ինչն է ասում հետևյալը. մեր բոլոր խնդիրները գտնվում են Արագածի եւ Արարատի մեջտեղում։ Ինչ է սա նշանակում։ Տեսեք ինչ է ասում։ Հայաստանի ամենաբարձր լեռը ո՞րն է, հարցրել է այս ոչնչությունը։ Արագածոտնի մարզի ներքին բազմաբերդ համայնքում դպրոցականների հետ հանդիպմանը։ Պատասխանում հնչեց եւ Արարատը եւ Արագածը։ Մի մասը ասացիք Արարատը, մյուս մասը Արագածը։ Նա ով ասաց Արագածը, խոսեց Հայաստանի մասին։ Եվ ասաց Արարատը, իսկ ով խոսած Արարատի մասին, խոսեց այլ բանի մասին։ Արարատը մեր սրբություններն է եղել, մեր գերբի վրա է եղել, մեր սիմվոլն է։ Ամբողջ հայության, ոչ թե միայն սփյուռքահայության։ Եվ այս թշվառը, այս ոչնչությունը ձեռ է քաշել Արցախից եւ պատրաստում է սերունդին, որ մոռանան Մասիսը, ինչպես հիշում եք, ընդամենը շաբաթներ առաջ ամբիոնից նա կշտամբեց ինքն իրեն ասելով, որ ես էլ չունեմ Արագածի նկարը իմ տանը, դուք էլ չունեք, ես ինչ բանա, այսինքն սրանից հետո յոլա գնացեք կներեք այս բառի համար, Արագած սարով մոռացեք Մասիս սարի մասին։ Շիրազը երևի իր գերեզմանում մի 10 պտույտ պտտվեց այն առումով, երբ որ հարցրել էին իրան ինչ է կանում Մասիս սարը կոմունիստական ժամանակներում, որ այդքան Մասիսի մասին բանաստեղծություններ եք գրում, ցավում եք Մասիսի համար, շատ դիպուկ պատասխան է տվել։ Ես ուզում եմ Մասիս սարին բարձրանալ, որ այնտեղից թքեմ ձեր ճակատին։ Իհարկե դա վերաբերվում էր եւ թուրքերին, եւ ներքին թուրքերին, որոնք այսօր գտնվում են Հայաստանում, ովքեր տանում են թուրքական թեզը։ Սա մեր իրականությունն է եւ ժողովուրդը այս ամեն ինչը ոնց որ չտեսնելու է տալիս, սա ոնց որ սովորական մի երևույթ է եւ չգիտես ինչու վայնասուն են դրել իբր այսօր առևանգել են Աշոտիկին։
սոցցանցերը մի խառնվել են իրար եւ այլն եւ այլն։ Այս հարցը այնպես է ուռճացվել եւ որ ոչ մեկ նախ եւ առաջ հարց չի տալիս։ Այդ Էրատոյի, Մայրամիգի եւ Շուշանիգի համար թիկնապաներ կան, տասնյակներով թիկնապաները հետույքները բռնացման են գալիս, որ հանգարտ այդ ճակերտավոր գեղեցկույների վրայից մաս չընկնի, բայց խեղճ աշոտիկին թողում են թափարի անտերի պես բոլոր փողոցներով եւ չգիտես ոնց պատահել է այսօր զինվորի կանչ այդ կազմակերպության ծնողներից մի քանիսին, որոնք ուղղակի իրան տեսնելով վրթովել են իրեն տեսնելով, իրենց մորմոնջը, իրենց ցավը սրտներում, իհարկե այդ ցավը գալիս է այդ տղայի հորից, ցանկացել են մի բան ցույց տալ իրան սրտները հովացնելու համար, ասել են եկ գնանք Եռաբլուր, տես թե քո հերը ինչ է արել, ինչ է կատարել։ Եվ տեսանյութը կա, որ իր ոտով աշոտիկը գալիս նստում է մեքենան եւ գնում են եւ նստում է մեկ կնոջ հետ, որի անունը Գայան է, որը կորցրել է իր զավակին, մի սիրասուն, գեղեցիկ մի տղա, մի լույս ճրակ։ Եվ չգիտես ինչու ճանապարհի կեսին շատ դանդաղ ընթացքի ժամանակ աշոտիկը, որը նստած է հետևի մասում, ես չեմ կարծում իր վրա զենք պահած լինեին, դուռը բացում է եւ ընթացքի ժամանակ իրեն դուրս է գցում մեքենայից։ Եվ սա հանդիսանում է պատճառ, գալիս են այս հասարակական կազմակերպություն 4 հոգու ձերբակալում են, որից 3-ին ազատ են արձակում, բայց Գայանեին ձերբակալում եւ տանում են հարցաքննության, որտեղ նա վատանում է, իր առողջական վիճակը վատանում է երևի ապրումներից եւ նրան տեղափոխում են բժշկական կենտրոն։ Այստեղ հարցը այս զոմբիների մասին է, ովքեր ինչպես կարելի է եւ այլն, տեսեք հարցը նրանում է, որ այո, իրոք ցավալի է, որ այսպիսի իրավիճակից օգտվում են ճակերտավոր ընդդիմություն կոչեցյալը։ Այո, այդ աղբը ման է գալիս պատճառ, որևէ միտեղ իբր գալիս են սատարելու զինվորների որդեկորույս ծնողներին եւ իրենք են երևում այդտեղ իբր նրանք մարդու իրավունքների պաշտպան են, վրթոված են եւ այլն։ Եվ առիթը բաց չեն թողում Նիկոլ Դավաճան եւ այլն եւ այլն, բոլորս գիտենք որ Նիկոլը Դավաճան է եւ այլն, բայց մի հատ ինքներդ ձեր նկարագիրը նայեք, թե ովքեր եք դուք։ Հարցը բոլորովին այլ ասպարեզում է, որ այդ fake ֆաբրիկան եւ անուղեղները, որ ովքեր ապրում են Ռուսաստաններում, Բելգիաներում, չգիտեմ, Հոլանդիաներում, անուղեղ մասա, որը մինչև հիմա կուրորեն հավատում է այս վարճ աղետին, վրթոված են եւ անեծներ են թափում տիկին Գայանեին, ասելով որ հերիք է ձեր երեխաների անունով ծածկվեք եւ այլն, քոչարյանական, սերժական, ուրիշ անուն չգիտեք, ձեզանով որ լինի այդ բոլոր որդեկորույս, այդ բոլոր զոհվածները կամ քոչարյանական էին կամ սերժական էին։ Ձեր ասելով այս երեխաները ինչ որ մեկի համար են գնացել զոհվել, ոչ նրանք գնացել են հայրենիքի համար են զոհվել եւ այս ծնողները մեղավոր չեն, որ իրենց այս առիթից օգտվում են քոչարյանականներ ու սերժականները, որոնք տենչում են կրկին գալ իշխանության իրենց թալանը պահպանելու համար կամ Ռուսաստանի հրահանգները կատարելու համար։ Այդպես է ստացվել, բայց ոչ մեկի իրավունք տրված չի ծնողների, այս որդեկորույս ծնողների հասցեին որևէ վատ բան ասելու, դուք դա այդ իրավունքը չունեք։ Բոլորդ էլ ովքեր ապրում եք Հայաստանում, պարտական եք այդ ծնողներին, այդ ծնողների երեխաներին, ովքեր զոհվել են ձեզ համար, որոնց շնորհիվ դուք դեռ կաք, շնչում եք, գնում եք համերգների եւ զվռնում եք կաֆեներում եւ կոչ եք անում սրան կամ նրան գնալ սահման, իսկ դուք վերընկեք, զվռնեք ձեր կաֆեներում։ Այո, դուք նախիր եք այն հատվածը, որոնք այդ ծնողներին վիրավորում են, նորից եմ ասում, նրանք մեղավոր չեն, որ Սամսոնյաններ կամ չգիտեմ սերժականներ, քոչարյանականներ գալիս են առիթից օգտվում են իրենց կողքը կանգնում են։ Դա իրենց մեղքը չի։
Իրենք իրենց ցավով են տառապում եւ Աշոտիկին ոչ մեկ էլ չէր պատրաստվում առևանգել, առավել եւս սպանել կամ վնասել։ Հատկապես, որ ես հավատում եմ դրան, որ առանձին խոսակցության մեջ նա ասել է, որ ներողություն է խնդրել եւ ասել է, որ ես ձեզանից չեմ նեղանում, որովհետեւ իմ հերն ու մերը թուրք են։ Չգիտեմ նա ասել է թե ոչ, բայց այդպիսի արտահայտություն ասում են, որ ասել է։ Եվ նորից եմ ասում, շատ հետաքրքիր է, անգամ այն Մայրամիգից հետո Շուշանիկը այդ ճակերտավոր գեղեցկուին արդեն ազգային ժողովում ելույթներ է ունենում, այսինքն ռեկլամվում է անգամ նա, բայց Աշոտիկին ոչ մի տեղ չեք տեսնի իր մասին պատտվում են լուրեր, որ նա նարկոտիկ է ընդունում կամ ընդհանրապես ինչքան լուրեր գիտեմ, նա հրաժարվել է իր ծնողներից։ Չգիտեմ իր ապրումները, իր աշխարհը ինչով է նա ապրում, ամեն դեպքում նա եղել է պատերազմում, ճիշտ է, անվտանգ տեղ է եղել, այն պատմությունները, որ իր ոչնչություն հայրիկն է պատմում, որ այնպիսի թեժ տեղում է եղել, մեկը փրկել է իրեն իր կյանքը տալով եւ այլն, ինչքան ես գիտեմ, Աշոտիկը գնում է Եռաբլուր, այդ երիտասարդի գերեզմանին շուտ այցելում է, իր հարգանքի տուրքն է տալիս։ Բայց փաստը մնում է փաստ, որ այդ տղան անտեսված է այդ ընտանիքում։ Այդ ընտանիքում միայն իքական սեռի ներկայացուցիչներն են իրենց սոցցանցերում ռեկլամ անում եւ նրանք պաշտպանված են բոլոր տեսակի ախրաննիկներով, այսպես ասած։ Այնպես որ եկեք այդ թեման փակենք, ամեն օր մեկ թեմա է գծվում ասպարեզ ժողովրդի ուշադրությունը շեղելու համար այն կարևոր թեզերից, իրադարձություններից, որը կոչվում է մենք կորցնում ենք հայրենիք։ Եվ երբ որ ազգային ժողովրդավարական բևեռն ասում է X պահը մոտենում է, այո, դա մոտենում է, այո, դա կապված է Ուկրաինա-Ռուսաստան պատերազմի հետ, որտեղ Ռուսաստանը ջախջախիչ պարտություն է կրում, նախ եւ առաջ արդեն Բախմուտում, արդեն այն միֆերը կինժալ, չգիտեմ ինչ, հիպերսոնիկ զենքերի մասին, որ ոչ մի հոբ հնարավոր չի խփել, Ուկրաինան ապացուցեց, որ արևմտյան զենքը ստանալով այդ բոլոր հրթիռները, որոնք իհարկե 30-ից ավել են եղել, որոնցից 18-ը այդ հիպերսոնիկ հրթիռներն են եղել, որոնք արձակվել են Կիևի վրա, բոլոր 30-ն էլ այդ 30-ի մեջ մտնում են թռչող սարքեր եւ այլն, բոլորը ոչնչացվել են։ Այսինքն այս միֆն էլ կորցվեց, ՉՎԿ Վագներ Պրիգոժինին հիշում եք, որը լոփո խոսում էր, մեղադրում էր բոլորին, բոլորի վրա կոպիտ ասած իջնում էր, այսօր խոսք է գնում, որ որոնում է առիթ են ման գալիս այդ Պուտլերի խոհարարին մեջտեղից հանել, այսինքն վերացնել։ Աշխարհը փոխվում է, դաշնակիցները փոխվում են, այսօր Բելարուսն էլ է շատ մեծ վտանգի առաջ կանգնած, այսինքն այն առումով, եթե նկատեցիք եւ մասնագետներն են դա նկատել, կարտոֆելնի ֆյուրեր Լուկաշենկոն շատ ծանր հիվանդ է եւ խոսքը գնում է, որ շատ հնարավոր է մոտակա ժամանակներս նա մահանա։ Խոսքը գնում է անգամ նրան, որ նրան թույնավորել են եւ այլն հարցեր եւ իր հարցը գնում է նրա մասին, թե ով իրենից հետո կգլխավորի Բելարուսի նախագահի պաշտոնը։ Եվ այդ պաշտոնը ստանձնելով արդյոք նա կմնա Ռուսաստանին դաշնակից, թե ոչ։ Եթե իշխանության եկավ Տիխանովսկայան, ընդդիմադիր թեկնածուն, որը շահել էր ընտրությունների ժամանակ, միանշանակ Բելարուսը կորսված կլինի Ռուսաստանի համար որպես դաշնակից։ Այսինքն Ռուսաստանը կմնա, կներեք այդ բառի համար, տրուսիկ մայկայով։ Սա էլ այն ռուսուլմանների համար, ովքեր հույսները մինչև հիմա կապում են Ռուսաստանի հետ եւ այլն։ Եվ վերջում եւս հիշեցնեմ մի տխրահռչակ անձնավորության մասին, որը կոչվում է Լիպարիտյան, բոլորը հիշում եք այս տխրահռչակ անձնավորությանը, ԼՏՊ-ի ժամանակ նա
արտգործնախարարի առաջին տեղակալ էր աշխատում, որ իմիջիայլոց բնակվում է այստեղ ԱՄՆ-ում, բնակվելով ԱՄՆ-ում, տեսեք ինչ թեզ է ասում։ Բացարձակ կեղծ է այն թեզը, որ եթե Հայաստանը դուրս գա Ռուսաստանի ուղեծրից, ապա արևմուտքից օգնություն կստանա։ Այս տահակն էր այն թեզերի, այսպես ասած, ԼՏՊ-ի պաշտպանը, որը գցեցին մեր հանրության գրպանը, որ հաղթանակից հետո մենք պետք է գնանք փողզիջումների, փողզիջումներով մենք կհաստատենք խաղաղություն։ Ընկեր Լիպարիտյան, ստացեք ձեր խաղաղությունը։ Դուք նպաստեցիք այն իրավիճակին եւ նպաստում եք այսօր էլ, ինչ որ կատարվում է իմ երկրի հետ։ Եվ վերջում մեր ժողովրդին կրկին կոչ կանեմ, արթնացեք թմբիրից, պատրաստվեք էքս պահին, ԱԺԲ-ն կհայտարարի դրա մասին, եւ սա վերջի հնարավորությունը կլինի գոնե ձեր պարանոցները փրկեք Թուրքի յաթաղանից։ Այսօրվա համար այսքանը եւ սպասենք սրտատրոփ այդ էքս պահին ԱԺԲ-ի առաջնորդությամբ, որ իրոք ունենանք ազգային պետություն, ազգային կառավարություն, ազգային իշխանություն եւ լինենք ավելի հզոր, քան թե մենք կայինք, որովհետեւ բոլոր նախադրյալները դրա համար մենք ունենք բոլոր փաստաթղթային, տիտղոսային, այսպես ասած, թղթաբանությունը եւ այս Շարլ Միշելների բարբաջոցները, որոնք նորից եմ ասում, իրենց մեղքը չի, այսօրվա ոչնչություն իշխանությունների կողմից տարած թեզերն են, աշխարհը լրիվ շուռ կգա եւ կանի այն, ինչ որ կբխի մեր ազգային շահերից։ Այսօր այսքանը, ցտեսություն, մնաք բարով։